Եթե երբևիցե մտածել եք, թե ինչպես հնարավոր է արթնանալ Իտալիայում, ճաշել ծովի մեջտեղում, իսկ երեկոյան զբոսնել որևիցե այլ երկրում, այս տեսանյութը հենց ձեզ համար է։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ ձեր հավատարիմ ճամփորդական ուղեկիցն Էլիանան, եւ այսօր միասին բացահայտելու ենք կրուիզների աշխարհը։ Թե ինչ անել կրուիզի ընթացքում, ինչ տիպի կրուիզներ կան, եւ արդյոք կրուիզները հենց ձեզ համար են, թե ոչ։ Դե ինչ, բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք աշխարհը։ Հիմա ես ձեզ կներկայացնեմ հետաքրքիր փաստեր կրուիզների մասին։ Երբ առաջի անգամ մեկնեցի կրուիզային լայներով, դա 10 տարի առաջ էր, ինքը զարմացած էի, թե ինչպես 18 հարկանի հսկան տեղավորում է 6000 ուղևոր։ Իսկ ամենահետաքրքիր փաստը, որ նավի վրա աշխատում է 2000 հոգանոց անձնակազմ։ Ես նույնիսկ չէի էլ պատկերացնում, թե որքան մեծ թիմ է ապահովում, որ կրուիզի ընթացքում ամեն ինչ աշխատի անթերի։ Երկրորդ հետաքրքիր փաստը, որ նավը հսկայական հյուրանոց է ջրի վրա։ Բացի համարներից, ռեստորաններից, խանութներից, այստեղ կան լողավազաններ, բոուլինգ, ֆուտբոլի դաշտեր, թենիսի կորտեր, սպա, կազինո, թատրոններ, նույնիսկ ջրաշխարհ։ Երրորդ հետաքրքիր փաստը, որ պետք է իմանաս կրուիզ մեկնելուց առաջ, որ նավ չի թույլատրվում մուտք գործել ալկոհոլ։ Նույնիսկ եթե ինչ-որ բան գնեք duty free-ից որևէ նավահանգստում, այն ձեզանից կվերցնեն եւ կվերադարձնեն միայն կրուիզի ավարտին։ Չորրորդ հետաքրքիր փաստը, որ սենյակները լիովին այլ պատկեր ունեն, քան մարդիկ պատկերացնում են։ Դրանք նեղ խցիկներ չեն մեկ մաղճակալով, ավելի շատ հիշեցնում են ժամանակակից հյուրանոցային համարներ։ Պատուհանները սովորական են, ոչ թե կլոր, իսկ շատ համարներ ունեն նույնիսկ սեփական պատշգամբ։ Հաջորդ հետաքրքիր փաստը, երբ նավը գտնվում է բաց ծովում, այն դառնում է duty free գոտի եւ դու գնումներ կարող ես կատարել առանց հարկերի։ Այո, նավի վրա կա ինտերնետ։ Նույնիսկ բաց ծովում դու կարող ես կապի մեջ լինել քո հարազատների հետ։ Իհարկե, այն մի փոքր թանկ արժե, մոտավորապես 200 եվրո մեկ շաբաթվա ընթացքում։ Կարծում եմ այս դեպքում ավելի լավ կլինի մի փոքր անջատվես աշխարհից։ Նավերի մեջ արտուք չկա։ Այո, ոչ միայն այնտեղ չկա, այլ նաև միջազգային կանոնների համաձայն դու չես կարող քեզ հետ վերցնել արտուք եւ տաքացվող ցանկացած սարքավորում։ Եվ վերջում մի կարևոր փաստ, որ կրուիզային նավերը շարժվում են 40 կմ/ժ արագությամբ։ Թվում է, թե դանդաղ է, բայց այդ ընթացքում դու հասցնում ես վայելել ամեն վայրկյան։ Իսկ հիմա ես կպատասխանեմ ամենաշատը տրվող հարցերին։ Առաջինը՝ երբ է ճիշտ ժամանակը կրուիզ մեկնելու համար։ Կրուիզ կարելի է գնալ գրեթե տարվա ցանկացած պահին, քանի որ երթուղիներ կան ամբողջ աշխարհում, բայց կարևոր է հաշվի առնել եղանակը։ Եվրոպայում ձմռանը կարող է շատ ցուրտ լինել կամ անձրևոտ։ Պարսից ծովում ամռանը չափազանց շոգ, իսկ Ազիայում ամռանը հաճախ անձրևների սեզոն է։ Կախված սեզոնից գները տատանվում են 400 եվրոից մինչև անսահմանություն։ Դա թողում է ձեր երևակայությանը։ Հաջորդ ամենաշատ տրվող հարցը, թե կրուիզները ում համար հաստատ հարմար տարբերակ չէ։ Անկեղծ ասած, կրուիզը կարող է չհամապատասխանել նրանց, ովքեր սիրում են ամբողջ արձակուրդը պարզապես պարկել լողափում։ Եթե քեզ համար իդեալական հանգիստը 2 շաբաթ շեզլոնգի վրա է, երբեմն տեղափոխվելով բարի ու լողավազանի միջև, ապա կրուիզը հավանաբար քո ձևաչափը չէ։ Թեև արդար լինելու համար նշեմ, որ նավի վրա նույնպես կա լողավազան ու բար, եւ ոչ ոք քեզ չի արգելի ամբողջ օրը այնտեղ պարկել։ Արդյոք կրուիզները վտանգավոր են։ Այո, ես ինքս տեսել եմ Տիտանիկը եւ գիտեմ, թե ինչպես է այն վերջանում։ Բայց ժամանակակից կրուիզները վտանգավոր չեն։ Ընդհակառակը, ծովային կրուիզները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի կողմից ճանաչվել են հանգստի ամենաանվտանգ տեսակներից մեկը։ Այնպես որ մոռացեք այն պահը, ինչ տեսել եք Տիտանիկում, հատկապես վերջաբանը։ Կրուիզի ժամանակ ուժեղ թափահարում կա։ Պատասխանը ոչ։ Ժամանակակից կրուիզային նավերը հագեցած են կայունացման համակարգերով, որոնք այնպես են աշխատում, որ նույնիսկ 2 մետր բարձրությամբ ալիքները ուղևորները գրեթե չեն զգում։ Իմ անձնական փորձից կարող եմ ասել, երբ ես ներսում էի, չէի հասկանում նավը լողում է, թե կանգնած է։ Հաջորդ հարցը, թե երբ է պետք ժամանել քաղաք, որից կրուիզը սկսվում է։ Սովորաբար կրուիզային նավի նստեցումը սկսվում է մեկնումից մոտ 6-ից 7 ժամ առաջ։ Տեխնիկապես կարող է ժամանել նույն օրը, ուղիղ օդանավակայանից գնալ նավահանգիստ եւ նստել նավը։ Բայց իմ խորհուրդը, եթե հնարավորություն ունես լավ է ժամանել առնվազն 1 օր շուտ։
Կանգառի ժամանակ հնարավոր է դուրս գալ նավից։ Այո, իհարկե, այդ ընթացքում դու կարող ես ցանկացած պահի դուրս գալ քաղաք, զբոսնել, մասնակցել էքսկուրսիաներին եւ նույնքան ազատորեն վերադառնալ նավ։ Պարզապես դու պետք է հետևես քո մեկնման ժամին, որպեսզի չուշանաս քո լողացող հյուրանոցից։ Պետք է արդյոք վիզա, եթե չես պլանավորում դուրս գաս նավից։ Այո, պետք է։ Միջազգային կրուիզային բոլոր ընկերությունների կանոններով ուղևորները պարտավոր են ունենալ բոլոր անհրաժեշտ վիզաները։ Անկախ նրանից, թե դու իջնում ես նավից տվյալ երկրում, թե ոչ, վիզան պարտադիր է։ Ինչ արժույթով են գները նավի վրա։ Կրուիզային նավերի վրա գները սովորաբար նշված են դոլարով կամ եվրոյով։ Դա կախված չէ այն տարածաշրջանից, որտեղ նավարկում է կրուիզը, այլ կախված է նրանից, թե որտեղ է գրանցված նավը տնօրինող ընկերությունը։ Հաջորդ ամենաշատ տրվող հարցերից մեկը, թե ինչպես են վճարում նավերում։ Նավերի վրա կանխիկով չեն վճարում։ Բոլոր վճարումները կատարվում են հատուկ քարտով, որը ստանում ես կրուիզի սկզբում գրանցման ժամանակ։ Այդ քարտը cruise card-ն է, միանգամից մի քանի դեր է կատարում։ Առաջինը քո անձը հաստատող քարտն է, երկրորդը նավ մտնելու եւ դուրս գալու անձնագիրդ է, եւ երրորդը քո համարի բանալին է, այսինքն մեկ քարտ եւ ամբողջ կրուիզ։ Ինչ կլինի, եթե դու ուշանաս նավի մեկնումից։ Կարծում եմ արդեն կռահեցիք, չէ՞։ Եթե մեկնման ժամը 19:00 է, ապա հենց 19:00-ին տրապերը հանվում են եւ ուշանալու դեպքում նավ մտնելը արդեն անհնար է։ Այդ պատճառով կանգառների ժամանակ միշտ հաշվիր ժամանակը եւ վերադարձիր նավ ավելի շուտ։ Եթե այնուամենայնիվ ուշանաս, կա միայն մեկ տարբերակ՝ ինքնուրույն հասնել նավին հաջորդ նավահանգստում։ Իսկ հիմա ես ձեզ կներկայացնեմ կրուիզի առավելությունները եւ թերությունները։ Դե ինչ գնացինք։ Առաջինը՝ մեկ ուղևորություն եւ մի քանի երկիր։ Երկրորդը՝ գին արժեք հարաբերակցությունը շատ շահավետ է։ Երրորդը՝ ամեն ինչ կազմակերպված է ձեր փոխարեն։ Եվ չորրորդը հարմար է թե սկսնակ, թե փորձառու ուղևորների համար։ Իսկ թերություններից առանձնացրել եմ 3-ը։ Առաջինը՝ կանգառները սահմանափակ ժամանակ ունեն։ Երկրորդը՝ եթե չես սիրում փակ տարածություն, ճիշտ նավ ընտրել է պետք։ Եվ երրորդը՝ ծովային թափահարումից կարող են որոշակի մարդիկ իրենց վատը զգալ։ Սակայն եթե դուք ճիշտ կրուիզ եք ընտրում, դուք կարող եք խուսափել բոլոր թերություններից։ Կրուիզը պարզապես ճանապարհորդություն չի, դա մի կյանք է, որը մի քանի օրով դու ապրում ես ջրի վրա։ Եթե քեզ հետաքրքիր էր եւ կուզես շարունակություն, թե ինչ տիպի կրուիզներ կան, գները եւ իմ անձնական խորհուրդները, ապա բաժանորդագրվիր ալիքին, գրիր մեկնաբանություններում եւ միասին կշարունակենք մեր գեղեցիկ ճանապարհորդությունը։ Իսկ վերջում եկել եմ ձեզ հիշեցնեմ, որ այն գումարը, որ դու ծախսում ես քո ճանապարհորդությունների ընթացքում, հարստացնում է հենց քեզ։